Մանուկյան։ Պարոն փոխնախարար, դուք կառավարությունը եւ իշխանական մեծամասնությունը գունավոր նկարագրում եք, թե Հայաստանում այդ օրենսդրությունը կա, կարգավորումները կան եւ որևէ խնդիր չկա, կարիք չկա հստակեցումներ մտցնելու։ Կառավարությունը եւ ձեր պետական ամբողջ համակարգը պարտավոր է քրեական օրենսգրքի դեմ ոտնձգությունները կանխարգելել։ Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում բոլոր գրախանութներում գրեթե վաճառում են հրեական ցեղասպանության հոլոկոստի, այսպես ասեմ, այբուբենը կամ ինչը, Հիտլերի Մայն Կամփը, ազատ վաճառքում ամբողջ Հայաստանի տարածքում, բոլոր գրախանութներում պաշտոնապես տպագրված գրքեր են տարբեր հրատարակություններ։ Մինչև այս պահը ձեր կառավարությունը որևէ քայլ ձեռնարկել է քրեական օրենսգրքի 136 հոդվածի խախտումները կանխարգելելու համար։ Շնորհակալություն, ես նաև օգտվելով առիթից նշեմ հետևյալը, որ այն բոլոր գործողությունները, որոնց մասին դուք խոսում եք, դրանք ուղղակիորեն առնչվում են խոսքի եւ արտահայտվելու ազատության, տվյալ դեպքում նաև ստեղծագործության ազատության իրավունքի հետ, եւ ըստ էության, եթե նման խոսքերը, նման ստեղծագործությունները նպատակ չեն ունենում հրահրելու այլատիացություն, ատելության խոսք եւ այլն, ապա դրանք չպետք է քրեորեն հետապնդելի արարքներ համարվեն։ Ես նաև կուզեի ցիտել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որը պահանջում է, որ կողմ պետությունները կոնվենցիայի պատժելի դարձնեն ցեղասպանություն կատարելու անմիջական եւ հրապարակային հրահրումը, բայց այս հարցի հետ կապված նախադեպային իրանք ցույց է տալիս, որ ցեղասպանության անմիջական հրահրման եւ ատելության քարոզչության միջև շատ կարևոր տարբերություն կա, հետեւաբար այստեղ շատ կարևոր է հասկանալ այդ խոսքը կամ այդ ստեղծագործությունները արդյոք ատելություն կամ բռնության քարոզ նախատեսում են, թե ոչ։ Արձագանք։ Ես կառաջարկեմ այս հատվածը արձանագրություններից անել, որտեղ շատ վտանգավոր է։ Խոսքը վերաբերվում է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, որի ստեղծագործությունը այն հիմքն էր, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիան 30-ականներից սկսած ամբողջ Եվրոպայում իրականացրեց հայոց ցեղասպանությունը։ Այստեղ ինչ կապ ունի խոսքի ազատությունը։ Նույն տրամաբանությամբ վաղը Ջեմալի Էնվերի ու Թալյաթի գրքերի հրատարակությունը Հայաստանում կհամարեք որպես խոսքի ազատություն, չեմ ասում դեռ Ժիագյոքալ եւ այլն, բոլոր պանթուրքիստների։ Դա ինչ կապ ունի խոսքի ազատության հետ։ Ձեր կառավարությունը կրկնում եմ հակահրեական, այլատեատ, հոլոկոստ արդարացնող հրատարակությունների ազատ վաճառքը թույլատրում է եւ դուք դա համարում եք խոսքի ազատություն։ Վաղն է երիտթուրքերի գրքերը կհամարեք խոսքի ազատություն։ Շնորհակալություն ձեր բերված օրինակի եւ միջազգային մեր պարտավորությունների միջև, որի մասին ես նշեցի, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ նաև առաջին հերթին մեր սահմանադրությամբ, դրանց միջև շատ նուրբ սահման կա եւ այդ սահմանը անցնելու դեպքում մի օր էլ կարող ենք գալ եւ դուք էլ մեզ քննադատեք, որ կառավարությունը օրինակ գրաքննություն է իրականացնում եւ սահմանափակում է կարծիքի արտահայտման ազատությունը գրախանութներում արգելելով գրքելը, վստահ եմ, որ այդ հարցը տվյալ դեպքում այս ամբիոնում կանգնած մարդուն նույնպես հղվելու էր, եթե նման դեպքեր լինեին։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան։ Պարոն փոխնախարար, երկու հարց ունեմ։ Առաջինը, օրենքները ընդունվում են ինչ-որ վարքագիծ կարգավորելու, մոդելավորելու համար, ինչ-որ վարքագիծ պատժելու համար, ինչ-որ վարքագիծ կանխելու համար, չէ՞։ Համաձայն եք։ Այդ առումով ես կխնդրեի, որ դուք մեկնաբանեք Տիկին Ղազարյանի ասածը, որ քանի որ տես բան չի եղել, ինչի օրենք ընդունենք։ Այսինքն բացառում է համազեկուցողը, որ օրենքը կարող է նաև կանխել։ Ես կխնդրեի հստակ պատասխան տեք։ Եվ երկրորդը բացասական հետևանքների մասին, որ խոսվեց, այնտեղ Շվեյցարիայի համատեքստներ օգտագործված, եթե նայում ենք Փրինչեկն դեմ Շվեյցարիայի, չէ՞, հայկական համանքի փոքր թվականակներ հաշվի առնված, հետո ոչ թե այդ մարդկանց սուտասան կոչելներ հաշվի առնված, այստեղ դա դիտվում էր հայկական համայնքը, ինչ կարող էր դա առաջացնել, ինչ բացասական հետևանքով Շվեյցարիայում հաշվի առնելով, որ փոքր համայնք կա եւ անձամբ իրանց չեն վերավորել։ Այստեղ ինչ տարբերություն Փերինչեկն դեմ, այսինքն այդ Փերինչեկն դեմ Շվեյցարիա ինչի՞ եք վկայակոչում։ Ինքը այլ համատեքստում
այլ որոշում է կայացվել։ Սուտ է ում հանդեպում է սուտասան կոչել, դրա մասին է խոսքը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ձեր հարցին պատասխանելու շրջանակում նաև անդրադառնամ Տիկին Ղազարյանի հնչեցրած օրինակին եւ բերեմ հետեւյալ օրինակը նաև, որ 2006 թվականին քրեական օրենսգիրքը լրացվել է ցեղասպանությունը եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը հերքելու, մեղմացնելու, արդարացնելու քրեական հոդվածը եւ դրա վերջին մասը գրեթե նույնությամբ կրկնում է մեր գործող քրեական օրենսգիրքը, այսինքն այդ բոլոր գործողությունները պետք է արվեն ռասայական պատկանելիության, կրոնական պատկանելիության եւ այլ խտրականության ձևերի ուրեմն նպատակով եւ ատելություն, խտրականություն, բռնություն հրահրելու նպատակով։ Այսինքն ստացվում է, որ 2006 թվականին նաեւ նախկին իշխանությունների, նախկին կառավարության, նախկին ազգային ժողովի օրոք քրեականացված հոդվածով մենք նույնպես ընդունել ենք, որ այս հանցագործությունները կարող են միայն պատժելի լինել, եթե կոնկրետ նպատակի համար են արվել։ Եվ արձագանքից հետո երկրորդ կտորենք անդրադառնալ։ Համեցեք։ Բան փոխնախար, այն մեքենան, որը դուք վարում եք, շատ ավելի լավն է, քան թե այն մեքենան, որը վտանգում էր ձեր նախորդը։ Դա ավելի լավն էր, քան թե վարում էր նախորդի նախորդը։ Այդ մեքենան ավելի լավն էր, քան թե այն ձին, որը ինչ որ մի թվին, ինչ որ արդարադատության փոխնախար նստում եւ գնում էր գործի։ Պարզա որ օրենսդրությունը զարգանում է։ Հիմա ինչ նշանակում է 2006 թվին սենց են արել։ Բայց 2006-ից հետո այսքան ժամանակ կա անցել։ Այդ համակարգիչը, որ ձեր առաջ դրած է, դե համեմատեք այն ժամանակվա IBM 386-ի հետ։ Ինչ մոտեցում է։ Եվ խնդրում եմ հստակ պատասխանեք։ Լավ, փերին չեք ընդդեմ Շվեյցարիայի, այլ համատեքստում, այլ кейսեր, այլ գործեր, այլ վերդիկտ եղավ։ Եվ խնդրում եմ ոչ թե Տիկին Ղազարյանի օրինակին անդրադարձեք, այլ այս մոտեցմանը, որը արտահայտում է պետաիրավական հանձնաժողովի կարծիքը եւ բացառում է օրենքի նշանակությունը որպես կանխարգելող գործոն։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, իմ արձագանքը զուտ ձեր այն հարցի վերաբերյալ էր, որ այո, օրենքները չպետք է գրվեն կարիքից դրդված, եւ ես դա էի ասում, որ դեռևս 2006 թվականին տրվել է այն նույն ձևակերպումը, ինչ որ հիմա է հիմիկվա քրեական օրենսգիրքում է, եւ հետեւաբար այն ժամանակ էլ կարիքը կարծես թե չի եղել, եւ անդրադառնալով Փերինչեկի գործին ինչու ենք վկայակոչում, որտեղ այնտեղ բազմաթիվ այլ աղբյուրների է վկայակոչում Մարտիրոսյանի Եվրոպական դատարանը, այդ թվում նաև քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի վերլուծությունն է իրականացնում, որտեղ նշվում է, որ Մարտիրոսյանի կոմիտեն ՄԱԿ-ի արտահայտել է այն տեսակետը, որ օրենքները, որոնք պատժամիջոցներ են նախատեսում պատմական փաստերի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար, հակասում են դաշնագրով մասնակից պետությունների համար սահմանված կարծիքի եւ արտահայտելու հետ կապված պարտավորություններին։ Այսինքն այստեղ տրամաբանությունը այն է, որ չի թույլատրվում արգելք նախատեսել, հատկապես քրեաիրավական ներգործություն, սխալական կարծիքի արտահայտման կամ անցյալի իրադարձությունների թեկուզ սխալ մեկնաբանության համար։ Եվ այդ գործը վկայակոչվում է հիմնավորելու համար, որ մենք մեր միջազգային պարտավորություններից իրավունք չունենք շեղվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարցերն ավարտվեցին։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Արթուր Հովհաննիսյան։ Կարող եմ, պարոն փոխնախագահ։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ես ընդդիմության ներկայացրած նախագծին բովանդակային իմաստով այլևս կարիք չեմ տեսնում անդրադառնալու, որովհետև գործընկերներս կարծում եմ մանրամասն խոսեցին արդեն այն մասին, որ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, ես ուզում եմ խոսեմ նպատակների մասին, թե ինչ ենք մենք հիմա անում։ Ըստ էության ընդդիմությունը իր հերթական կեղծ օրակարգն է բերել եւ փորձում է, այսպես ասած, օրակարգեր գեներացնի, որովհետեւ ըստ էության ընդդիմությունը, որը ոչնչացած է մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո անընդհատ օրակարգեր թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ
պահպանելու համար, եւ սա հերթական ուրեմն այդ դեպքերից մեկն է, ոնց որ մի քանի օր առաջ այս դահլիճում լսումներ էին, այդ լսումներն էլ հերթական կեղծ, fake օրակարգն էին, ոչնչի մասին օրակարգ էր, ինչի մասին որ մեր հանրությունը ըստ էության հենց լսումները նայելով հասկացավ, թե ինչ խայտառակություններ այստեղ կատարվում։ Եվ հիմա էլի կեղծ օրակարգ է բերվել, առայն թե բա ցեղասպանությունը փորձում են մերժել, արտահայտություն հնչեց, որ տոտալ քարոզչություն է տեղի ունենում ցեղասպանության դեմ։ Սա խայտառակություն է ուղղակի, որովհետև ամբողջությամբ նա կեղծ է այս թեզը եւ այն դիտարկումը, որ մենք պետքա նայենք ինքներս մեզ եւ հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջանում, այդ պատմական իրողության հերքման մասին չի։ Սա ինքնահայեցման մասին է եւ առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք եւ տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջանում ինչեր են մեր հետ տեղի ունեցել, որ այլևս երբեք տեղի չունենան եւ մենք կարողանանք կանխել նման ողբերգությունները մեր ժողովրդի հետ տեղի ունեցող, տեղի ունեցած։ Եվ դուք վերցրել եք այս թեման եւ կրկին խաղում եք մարդկանց հույզերի հետ։ Ինչպես խաղում եք 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց եւ նրանց հարազատների ուրեմն վշտի հետ։ Ինչպես խաղում եք վերջերս Փարաքարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այդ շրջանակի մարդկանց վշտի հետ։ Դուք ընդհանրապես ման եք գալիս վիշտ եւ ցավ, որ գաք դրա վրա փորձեք քաղաքական միավորներ հավաքել։ Էսա, ժողովուրդ ջան։ Երբ որ այստեղ գալիս եք եւ փորձում եք մարդկանց համոզել, որ ինչ որ այլ երկրի օրակարգեր են այստեղ առաջ տարվում եւ այլն, հղումներ եք անում, գրական ստեղծագործություններ են տարածում եւ այլն, նախ պարոն Մանուկյան, ուզում եմ ձեզ ասեմ, որ ժամանակակից աշխարհում կա on-line գրադարաններ եւ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է կարդալ ցանկացած գրական ստեղծագործություն առհասարակ։ Ես ձեզ ասեմ, դուք զուտ իմանաք սրա մասին։ Եվ հետո, երբ որ նման բաներ եք խոսում, մի հատ հիշեք ձեզ, դուք եւ ձեզ սպասարկող լրատվամիջոցները օր ու գիշեր հղում են անում թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների վրա։ Դուք իրանցով եք ապրում։ Եվ հետո եկել եք ստեղ, մեզ եք փորձում նման ուրեմն բաների մեջ մեղադրել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դադարեցնել կեղծ օրակարգեր ուրեմն գեներացնելը, դա ձեզ չի փրկելու եւ չի պահպանելու ձեր քաղաքական գոյությունը մինչեւ գումարման ավարտը։ Շնորհակալություն։ Գեգամ Մանուկյան։ Նախ խորհուրդ քաղաքական մեծամասնությանը։ Սրանից հետո օգոստոսի 8-ի բարդագույն այդ բանը ներկայացնելուց առաջ սպասեք անամփեր։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից աղաչում էր, ասում է Ալիևը վերջապես ուզում հասկանամ այդ միջանց բանը, որ ասում է ինչի նկատի ունի, մինչև դրա պատասխանը չստանաք, մեր ժողովրդին խնդրում եմ չմոլորեցնեք, որ ամեն ինչ լավ է եւ հաճելի է։ Երկրորդը կյանքում ամեն ինչ կպատկերացնեի, բայց որ Հիտլերի ֆաշիստական, այլատյատ, ցեղասպան այն դոկտրինը, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիայում միլիոնավոր հրեաներ կոտորվեցին, համարել գեղարվեստական գրական ստեղծագործություն, այդ մեկը չէի պատկերացնի։ Եվ նույնիսկ հասնում ենք այնտեղ, որպեսզի փորձենք խուսանավել մի օրենսդրական նախաձեռնությունից, որը ընդդիմությունը բերել է։ Եվ պատահաբար չի, որ ես ասում եմ Մայն Կամփի մասին։ Պաշտոնապես գրախանութում, պաշտոնական տպարանով տպած, եթե դա հանդուրժվում է, նշանակում է փոխնախարարի ներկայացած քրեական օրենսգիր, կես-ինչ օրենսգիր, եղած բոլոր դրույթները այս երկրում չեն գործում։ Եվ դրա համար հստակեցումներ են պետք, որպեսզի հնարավոր լինի մարդատյացության, ցեղասպանության կանխարգելման, դրա արտարծման, դրա արդարացման բացառման հարցը։ Ինչ վերաբերում է կառավարությունը շատ է սիրում Դողոփերինչեքի Եվրադատարանի որոշումը։ Այստեղ լավ է, երկու արևելագետ նստած են թուրքագետ Մխիթար Հայրապետյանը եւ Տրթատը։ Ժամով կարող եմ խոսել Դողոփերինչեքի հետ կապված։ Դողոփերինչեկը ոչ թե կարծիք արտահայտում, իր ամբողջ դիտակից կյանքը գործել է եւ հիմա էլ գործում է ալիատացության սկզբունքի վրա, որի համար բազմաթիվ անգամներ դատվել է, որի համար բազմաթիվ անգամներ հետապնդման է։ Ժամով կարող եմ խոսել Դողոփերինչեկի եւ իր իշի պարտիզի մասին, բայց տեղը չի։ Ինչի է այս նախագիծը, սիրելի հայրենակիցներ։ Հիմա կարող է հարց լինի, լավ, այս նեղ մաջալին,
որովհետև աչքը տեսածից է վախենում։ Այն ինչ որ չէին կարող պատկերացնել մի քանի տարի առաջ, որ ապրիլ 24-յան ուղերձում կամ դրանից առաջ տարբեր համաժողովներում այն կասկածի որդը, թե ինչու եղավ հայոց ցեղասպանություն, այսօր չոքել է մեր դռանը։ Չէին կարող պատկերացնել, որ արտաքին գործերի նախարարության ցեղասպանության հետ կապված միջազգային համաժողովներում այլևս հայոց ցեղասպանությունը դեն է նետվելու օրակարգից։ Այդ ամենը չէին կարող պատկերացնել։ Ու կրկնում եմ, աչքը տեսածից է վախենում։ Դրա համար փորձում է այդ աչքի տեսածը կանխարգելել հետագա սերունդների համար։ Տիգրան Պարսելյան, հաջորդ ելույթի համար։ Պարոն Մանուկյան, իդեպ Mein Kampf-ը Amazon-ում նոր նայում էի, դրված է բեսթսելերի տակ $12 է գինը։ Ուզում եք իրանց էլ դատից եք։ Մեկ էլ պետական տպարանը որն է, հետ էլ կասեք էլի դա որն է։ Ասիկ պաշտոնական տպարանը որն է, տպարանը։ Համեցի։ Մի պաշտոնական տպարան չի։ Եթե թույլ փորձում եք պետական բան փող հաղորդել, բայց դա չի ստացվում, էլի բան։ Չէ, համել գնաց պարոն Մանուկյանը, բայց Mein Kampf-ը Հայաստանի Հանրապետությունում թարգմանվել, տպագրվել եւ վաճառքի անվել 2015 թվականին եւ լավ կլներ այդ հարց տալուց այն դատար կաթոռներին նայեր։ Երկրորդ բարձրացնել են հարցը արդյոք մարտի 1-ի պատասխանատուի հուշերը ճիշտ է տպագրել եւ վաճառելը։ Բայց խոսքը դրա մասին չի, ուրեմն ինչա կատարվում, էլի հերթական անգամ, ինչպես միշտ, քաղաքական սրա պատասխանն եմ ուզում տամ, օրակարգ չլինելու պատճառով իմ գործընկերը ասես նոր օրակարգ են ստեղծում, բայց ոչ թե նորն են ստեղծում, այլ հին մոռացվածը, որը մի անգամ փորձել են ու չի ստացվել, հիմա նորից փորձում են բերել, որովհետև մի անգամ փորձեցին մեղադրել, դրա պատասխանը տրվեց եւ այդ մոռացվեց գնաց։ Հիմա քանի որ օրակարգը լրիվ սպառված է, նորը ստեղծել չեն կարողանում, պետքա բերենք հինը ու սկսենք բզբզալ խաղաղության, օրակարգի եւ այլնի դեմ։ Բայց այս ամեն ինչի լավագույն պատասխանը իմիջիայլոց ձեր այլևս համատեղ վարչապետի տեխնացուն ճեպազրույցի ժամանակ տվեց, երբ որ ասեցին ախր այս իմպիչմենտը չլնող բան է եւ այլն, ասեց պարապ մնալուց լավ չի, ու դա ասեց մի քանի անգամ։ Հարգելիներս, եթե դուք պարապ եք մնացել, Հայաստանի Հանրապետությունը ձեր համար ոչ սփիներ է, ոչ թզբեղ է, ոչ, չգիտեմ, ինչ որ անտիստրես է, ոչ էլ պարապ վախտի խաղալիք է։ Մի արեք, մենակ պարապ մնալու հետևանքով չի կարելի խաղալ Հայաստանի հետ, չի կարելի խաղալ Հայաստանի լրջագույն օրակարգի հետ։ Պարապ եք մնացել, հազար ձևի զբաղմունքներ կա, ես կարամ ձեզ օգնեմ, օնլայն էլ գտնենք, կնենց էլ գտնենք, բայց մի արեք sense բաներ։ Եվ երրորդ, երբ որ դուք ուզում եք տենց ցույց տաք իբր որ Հայաստանի Հանրապետության եւ հատկապես կոչերին եւ վերբալ հարցակումներին եւ վերբալ վտանգներին տենց ուշադիր եք, ձեր կոմունիստ քրիստոնյա տեխնացուն բանի Գյումրիի, որ հիմա քաղաքապետ է, ձեր աջակցած եւ այլն, շանտաղայ անվանել նրանց, ովքեր դեմ են միութենական պետությանը եւ ավելին հավելելա Հայաստանը իրանից ինչ է ներկայացնում, ներկայիս Հայաստանի մասին է խոսացել, վերբալ վտանգներից եք խոսում, վերբալ հարցակումներից եք խոսում, կա ձեզնից մի բան, կա արդյոք սրան արձագանք, գոնե հարցրել եք, այդ շանտաղա, որ ասում ես բացառություններ կա, այդ դեմ ելնողներին, ովքեր միութենական պետությանը դեմ են, բայց որոշ բացառություններ բեր, էլի, գոնե, որ հանկարծ դրա մեջ մենք էլ չտեղավորվենք, որովհետև լավ չի, որովհետև ինքը վիրավորել է Հայաստանի Հանրապետության կեսից ավելիին։ Եվ եթե իրականում դուք ուզում եք ցույց տալ, որ դուք շատ հետևողական եք վերբալ հարցակումներին եւ վերբալ վտանգներին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տիրություն արեք ձեր քրիստոնյա կոմունիստի խոսքերին։ Շնորհակալ եմ։ Մարիա Կարապետյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խառն եք, շատ խառը։ Պարոն Մինասյանն ու պարոն Արթուր Խաչատրյանը ասում են, որ Հայաստանի այսօրվա ըստ էության եք ասում, արտաքին քաղաքականությունը, մասնավորապես նաև իմ ասածները, քրեական հետաքրքրության առարկա են, որովհետև մեղմում են ցեղասպանության հետևանքները եւ այլն, վտանգներն են, ոնց որ սպառնալիքներն են ավելի փոքր ներկայացնում, քան նրանք իրականում կան։ Հետո խոսքը անցնում է պարոն Գեղամ Մանուկյանին, ով ասում է
ուրեմն այն ինչ արել են Օսկանյանն ու Քոչարյանը, դրա մասին չի խոսքը, խոսքը ձեր մասին է, բա Օսկանյանն ու Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին չի, որ բան են արել։ Արդյոք մեղրի շուրջ բանակցություններից դուրս գալու համար, հետ քայլ անելու համար նախ մեջ չեն գցել Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, հետո էլ այդ խոսակցությունը հաջողելու համար, այսինքն սահմանի բացումը, առաջարկել փոխանակել Միացյալ Նահանգների կոնգրեսից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ քաշման հետ։ Ըստ ձեր այդ հոդվածի ուրացումը էլ ինչպես պետք է տեղի ունենա, որպեսզի արժանանա դատապարտման, թե դաշնակցական բյուրո պետք է կազմենք, ով որ կոնկրետ գնահատականներ կտա, որ քաղաքական գործի արտաքին քաղաքականությունը ուրացման քայլ է, իսկ որինը ոչ, որտեղ բնականաբար Քոչարյանը անձեռնմխելիության մի հատ շերտով պետքա պատված լինի։ Դա է ձեր ասելիքը։ Ես իհարկե մտածում եմ, որ այո, դաշնակցական բյուրոն է հայ ազգի շահերի մեկնաբանման եւ որևէ քաղաքական գործի արտաքին քաղաքական պատկերացումներին գնահատական տալու բարձրագույն ինստանցիան, բայց պարզվեց նույնիսկ ձեր մեջ չեք համակարծիք։ Այստեղ պարոն Արծվիկ Մինասյանը դատապարտում է Գևորգ Աջափահյանի արած արտահայտությունը, ասելով, որ պետք է դառնա ձեր այս հոդվածի հետաքրքրության առարկա, մինչդեռ նախորդ օրը տիկին Քրիստինե Վարդանյանը ինձ հետ բանավեճում ասեց, որ պարոն Աջափահյանը այդպես ասել է, լավ է արել, ասեց։ Փաստորեն ձեր մեջ էլ այնուամենայնիվ դեռ չգիտեք, թե ում որ ասածը, ինչպես պետք է մեկնաբանվի եւ ենթարկվի ուրեմն քրեական հետապնդման։ Առաջարկում եմ քննարկումները դեռևս շարունակել ձեր խմբակցության ներսում, ձեր անցյալին գնահատական տալ եւ այնուհետեւ նոր դիմել ամբողջ խորհրդարանին։ Շնորհակալ եմ։ Արթուր Խաչատրյան։ Ում փոխնախարար, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք կարեկից դրդված օրենք չեն ընդունում։ Դες բան չասեցիք։ Հա, օրենքը ընդունում են հենց կարիքից դրդված եւ կարիքը, որը դրդել է այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, հենց այն է, որը մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ ցեղասպանության հետևանքների նսեմացման ուղղված հստակ գործողություններ եւ արտահայտություններ։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր։ Ինչի Նիկոլ Փաշինյանը դա ասեց։ Դե ինչ են կորցրել, որ բա իմաստուն է արդյոք դրա համար Թուրքիի հետ հարաբերությունները փչացնելը։ Մեր Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պետք էր Շուշին։ Հիմա դե ցեղասպանությունը դարձավ օրակարգային, երբ Թուրքիան դարավ ՆԱՏՕ-ի կազմում։ Դե հիմա սովետական միություն չկա, մենք էլ Թուրքիա սովետական միության ժառանգը չենք, Ռուսաստանի հետ տանում ենք բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականություն, ամեն ինչ փոխվել է, բա մեզ պետքա ցեղասպանությունը հիշատակել։ Սա է էությունը ձեր քաղաքականության եւ այո տիկին Ղազարյան, այդ քաղաքականությունը կանխելու համար ենք մենք այդ որ օրենքի սերդական փոփոխությունը առաջարկում։ Դուք ասում եք, չէ, այդպես բան չի եղել, բա ինչը կանխենք։ Շատ հաճախ չի եղել, որովհետև կանխվել է այդպես, չէ, պարոն փոխնախարար։ Այդպես է, պարոն փոխնախարար։ Հիմա Փերինչեկի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, բացահայտվել է, դա լրիվ այլ кейս է, այստեղ խոսքը գնում էր արդյոք սուտ կոչելը կարող էր առաջացնել դժգոհություն, անհնազանդություն ու հանրային կարգի խախտում, թե չէ։ Դա էր սա խոսքը եւ հիմնավորումներից մեկը նա է, որ Շվեյցարիայում է ասվել եւ այլն։ Բայց ես շատ զարմանում եմ, որ դուք օրինակ պարոն փոխնախարար մեջ չեք բերում եւ քաղաքացիական պայմանագիր եւ հատկապես տիկին համազեկուցող հաշվի չեք առել օրինակ Եվրոպական միության խորհրդի ուրեմն 2008 թվականի փետրվարի 26-ի շրջանակային որոշումը ուղղված ռասիզմի, օտարատաչության, քրեական ուրեմն օրենքի միջոցով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարի մասին, որտեղ հստակ նշվում է, որ պետությունները կարող են քրեական օրենքի իրավունքի միջոցով պատժել նման արտահայտություններ, եթե նրանք ոչ միայն հանրային անդորը կամ հասարակական կարգը խաթարելու նպատակ են հետապնդում, այլ նաև սպառնալիք են,
abusive չարաշահում են ինչ-որ մի բան եւ վիրավորական են։ Խնդրեմ, հոդված առաջին, երկրորդ կետի, երկրորդ բարբերությունը։ Հստակ է, որ նման արտահայտությունները վիրավորական են առնվազն եւ ահա այդ վիրավորական արտահայտությունները կանխելու ես նախադասություն այդ կանխելուն են միտված այս օրենսդրական փոփոխությունները։ Շնորհակալություն։ Ծովինար Վարդանյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես ինձ մի պահ փորձում էի ուղղակի դուրս բերել այս դահլիճից եւ տան էկրանից այս կողմ նայել, որպես ցեղասպանության զոհ իմ տատիկի, ում ես տեսել եմ թոր եւ հասկանալ, որպես քաղաքացի ինչ շահեր են ուզում պաշտպանել այս աջ կողմում նստած քաղաքական ուժերը, խնդրում եմ մի ընդհատեք ինձ։ Ինչ իմ որ շահն են պահում, պաշտպանում, ինչ եմ ես զգում, արդյոք իմ ինքնությունը, ինչպես որ հաճախ է քաղաքական թիմը խոսում այն նրանց, որ ինքնությունն ենք մենք ինչ որ վտանգում եւ այլն, արդյոք իմ ինքնությունը վտանգել որևէ մեկը կարող է, եթե ես ինքս չեմ կասկածում դրա վրա։ Եթե ես կասկած չունենամ, որևէ մեկը չի կարող։ Ձեր մեջ փնտրեք ձեր կասկածները։ Ինչի՞ չեք բերում պետականության դեմ վերբալ օրինակ հարձակումները պաշտպանող որևէ նախագիծ, ինչի՞ չեք բերում, որովհետև դուք հայտնի եք դրանով, որովհետև ձեզ համար պետականությունը ինքը վտանգ է, Հայաստանի Հանրապետության պետականություն վտանգ է։ Եվ ի վերջո, ինչքան կարելի է դուրս մնալ ժամանակից, ժողովուրդ։ Մի հատ պետք է ինքնահայեցում անեք եւ հասկանաք դուք ուր եք, որտեղ եք տեղավորվում, Հայաստանի Հանրապետությունը ապրում է իրական կյանքով, իրական քաղաքացիներով, որտեղ եք դուք տեղավորվել։ Շնորհակալություն։ Քրիստինե Վարդանյան։ Մեկ ու կես ժամ լսում եմ այս քննարկումը, մի քանի ամիս էլ հետևում եմ ու չեմ հասկանում վերջը խնդիրը ո՞րն է, ժողովուրդ։ Խնդիրը ո՞րն է։ Բերել ենք հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդված։ Միակ բանը, որ խելքին մոտ ասում եք, այնա որ սենց հոդված արդեն կա 136-րդ հոդվածը քրեական օրենսգրքի։ Ինչ է ասում 136-րդ հոդվածը։ Ասում է ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե կա եթե այդտեղ դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Ավելի պարզ հայերենով բացատրեմ, եթե այս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվել։ Իսկ ցեղասպանության ժխտումը մեր մոտ քրեականացված է, եթե ցեղասպանությունը իրականացրած երկիրը տենց նախապայմանադրել ու պետական պաշտոնյան ուղակի դա ասում է առանց այս նպատակները։ Չէ, քրեականացված չի։ Բերել ենք ասում ենք քրեականացրեք։ Հիմա եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք ավարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք։ Ինչն է ձեզ տենց անհանգստացրել, որ տենց հերոսաբար պայքար եք բան արել, մղում բանը ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Ինչից եք տենց անհանգիստ։ Ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ինչ խնդիր կարող ունենա, կարող եմ իմանալ։ Իսկ խնդիր կարող ունենա այն մարդու այն թիմը ում ղեկավարը, ով օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղ եթերով ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրը ասում է, բանը, բայց մենք պիտի հասկանանք, այդ ցեղասպանության ճանաչումը մեզ ինչ խնդիր է մեզ համար լուծում։ Լավա չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը։ Լավա նոտա չեք հղել դեսպանատուն, խիստ դատապարտել։ Այդ դուք բնականաբար այս օրենքի հետ խնդիր կունենաք, բա ոչ չեք ունենա։ Ընդհանրապես դուք որ այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարան լուծարվեն։ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն ստեղ, ինչ խնդիր ունեն։ Հաջորդ բանը, ասում եմ, ինչ խնդիր կա Մարիա Կարապետյան։ Ասում է Միքայել Սրբազյանի խոսքերին Քրիստինե Վարդանյանը ասել է, հա, ասել եմ իր կարծիքն է, բայց լավ, եթե խնդիր չունեք, համ Միքայել Աչապայանի հետ խնդիր ունեք, համ ոնց որ իմ հետ խնդիր ունեք, օրենքը ընդունեք, միանգամից իր վրա մի հատ հոդված կավելացնեք, ինձ էլ նոր հոդվածով կդատեք։ Կարաք, Թուրքիան թույլ կտա ձեզ։ Էս է մեր հարցը, ժողովուրդ ջան, ասում ենք
հայոց ցեղասպանության ժխտումը ցանկացած պարագայում, եթե որևէ նպատակ էլ չի հետապնդում, պիտի քրեականացվի։ Ու Հայաստանում բնական է, որ այս օրենքը պիտի լինի։ Թող հարց տան իրանց այն մարդիկ, ովքեր այս ձևակերպման հետ խնդիր ունեն։ Ու վերջում, դուք հասել եք այնտեղ, որ ոչ միայն ուրացել, նսեմացրել, պղծել եք ամեն ինչ։ Դրա համար այստեղ դիմացս, որ հիմա դատարկա Անդրանիկ Քոչարյանին կլինի նախքան ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի ցանկեր կազմելը մի հատ դրանից առաջ 44 օրյա պատերազմի նահատակների ամբողջական ցանկ վերջապես կազմեք ու հրապարակեք, որ աչ ու ձախ բոլորին չմեղադրեք թիվ կեղծելու մեջ, այն դեպքում, երբ որ դուք կոնկրետ թիվ չեք հրապարակել տենցել։ Հասմիկ Հակոբյան։ Տիկին Հակոբյան, ձեր հերթն։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, վերջին տարիներին, այսինքն այս ողջ գումարման ժամանակ, արդեն 5-րդ տարին է, ընդդիմության գործունեությունը երկու բանի մասին է։ Կամ մանիպուլյացիա, կամ գուշակություն։ Ավելի շուտ կոֆեի բաժակ նայել։ Ձեր ամբողջ գործունեությունը կոֆեի բաժակ նայելուն է միտված։ Դրա լավագույն օրինակը վերջին շաբաթվա ընթացքում ձեր լրատվամիջոցներով այդ կոֆեի բաժակ նայելով ասելն է։ Այս բանը Փարաքյարի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Հիմա հասկացել են, հերքվել է այդ իրանց բանը, գուշակությունը, եւ եկել են այսօր ոնց գումեք չկա դրա մասին խոսակցություն, ենթադրում եմ չի լինի, եւ անցել են իրենց երկրորդ գործիքին՝ մանիպուլյացիա։ Բերել են նախագիծ են ներկայացրել ու հիմքը ինչն է։ Ասում են վարչապետը հերքել է ցեղասպանությունը, հիմքը է այս նախագծի, մի ամբողջ ազգային ժողով, ռեսուրսներ, բան, իրանք աշխատավարձ են ստանում, իմաստը որն է։ Սուտը, ասում են վարչապետն ասել է, պետք է հասկանանք ցեղասպանություն եղել է, թե չէ, կասկածի տակ է դնում։ Հիմա սիրելի հայրենակցներ, ուղիղ կարդում եմ վարչապետը ինչ է ասել։ Պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա անցալում։ Ոնց է եղել, որ 39 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգը հայտնվել է։ Այսինքն հարցը ոչ թե ցեղասպանության եղելիության մասին է, նայեք վարչապետի, իբրև վարչապետ, այս բոլոր տարիների ընթացքում, օրինակ ցեղասպանության տարելիցի օրը պաշտոնական բանը հաղորդագրությունները։ Տեսեք, հերքում կա այդտեղ։ Ձեր այս մանիպուլյացիաներին անընդհատ պատասխանը, այդտեղ հերքում կա, թե չէ։ Վարչապետն ասել է պետք է հասկանանք ոնց եղավ, որ այսինչ թվականին արգելվում էր խոսել ցեղասպանության մասին, այդ թվում դաշնակցությանը։ Բանի դեպքում արդեն 50 թվականին սկսվեց կարելի լինել, կառուցվեց Տիզարնակաբերդի հուշահամալիրը եւ այլն։ Ինչ վերաբերում է մի գուշակություն էլ բաններ, նոր պարոն Գեգամ Մանուկյանն էր բանանում, ասում է, այ կարող է փոխնախարարներ ասում, վաղը մյուս օրը բան անեք, երից թուրքերի գրքերը համարեք, հա, ազատություն, չգիտեմ ինչ անեք, ասենք երից թուրքերի հետ դուք եք պաշտոնապես արձանագրություն ստորագրել, համագործակցել, այ դա այո, պետք է հրապարակել, անընդհատ դրա մասին խոսել, այ դա ազատություն է, պետք է բոլորը դրա մասին հիշեն եւ խոսեն։ Երից թուրքերի հետ պաշտոնապես համագործակցած միակ ուժը։ Շնորհակալություն։ Ով մի քանի ձեր համագործակցությունից մի քանի տարի հետո ընդամենը 1908-ին եք չէ ստորագրել։ 15 թվականին ցեղասպանեց մի ամբողջ ժողովրդին, որը ոչ մեկ չի հերքում, բացի ձեզնից։ Կարնիկ Դանելյան։ Տիկին Ծովինար Վարդանյանը գնաց, ինչ-որ մեղադրանքներ էր ներկայացնում, եթե չեմ սխալվում, իր շապիկի վրա Հայաստաններ առանց Արծվաշենի, կամ անց որ չափսերը Արծվաշենի հետ լավ, փառք Աստծո Արծվաշենի հետ։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, տիկին Հասմիկ Հակոբյան, հատուկ ձեր համար ցիտում եմ հետևյալ ուրեմն բովանդակության տեքստը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժողտողական խոսույթը, այս մասին ասում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը։ Ինչ է ասում այս հայտարարությունը։ Նրա անիմաստ հայտարարությունները անտեսում են իթիվս այլոց թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, հայ գիտնականների հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարը եւ ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախայերի նկատմամբ ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։ Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները եւ կաշխատի կանխելու իր եւ հայոց ցեղասպանություն ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանության ապագայում։ Սա ոչ թե ասում է դաշնակցությունը, ոչ թե ասում են ընդդիմադիր այլ ուժեր, սա ասում է Լեմկինի անվան ցեղասպանության միջազգային ինստիտուտը։ Դե էտել փակեք, էտել իրական Հայաստանի մեջ չի տեղավորվում։ Դե Լեմկինի ինստիտուտը, դե ձեզ համար եթե Լեմկինի անվան միջազգային ինստիտուտը արժեք չի ներկայացնում, ես ինչ եմ ասում, ձեզ չգիտեմ, ձեզ ոչ մի բան չեմ ասում։ Հիմա այդ հայտարարությունները հնչում են, ասում են, դրանից հետո ձեր տարբեր կուսակիցների, պատգամավորների կողմից մի հատ ցուցակ հասկանանք, մի հատ հասկանանք ինչ ա եղել։ Եկեք ստե ցիտում եք, վարչապետն ասում է, հասկանանք տենակ հլա ցեղասպանության ժամանակ ինչ ա տեղի ունեցել։ Մի հատ մեկը կա ձեր պատգամավորներից ասում է, մի հատ ցուցակ ա հասկ, բայց ինչ ա։ Բայց ինչ ա եթե ոչ ինչքան ժխտումը, բայց ձեզնից ինչ ա գնում։ Այն որ ասում է մուրշն էլա ձեր ձեռը, մեղնելա ձեր ձեռը, օրենք ընդունեք, եթե ընդդիմությունից նման օրինակ հայտարարություններ կլինեն, զատի մի հոգի ավել քաղբանտարկյալ կլինի էլի, պրոբլեմ չկա, այդ հոդվածով մեզ կդատեք։ Բայց խնդիրը այլ տեղ է, խնդիրը ձեր տիրույթում է, դրա համար դուք սենց ոնց որ հեզաճկուն խուսափում եք պատասխանատվություն, շնորհակալություն։ Հայաստան պատգամավորական խմբակցության անունից ձայնը տրվում է Սեյրան Օհանյանին։ Հարգելի հայրենակիցներ, հասկանալի է, չէ, որ օրենսդրական նախագիծը Հայաստան խմբակցության կողմից իրականացվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով։ Երբ որ խոսքը գնում է մանիպուլյացիայի, խոսքը գնում է տարբեր իրարամեժ հայտարարությունների եւ գործողությունների, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները եւ այսօրվա իշխանություններն են բերել այնպիսի մի վիճակի, որը որ կասկածի տակ է դրվում մեր հայրենիքի եւ այս վերջի տարիների 2018 թվականից ստեղծված իրավիճակը եւ ներկան եւ նաեւ ապագան, չնայած նրան, որ դուք խոսում եք, փորձում եք ամեն ինչ ներկայացնել վառ գույների ներքո եւ ներկայացվող նախագիծը քննարկվում է եւ մենք ներկայացնում ենք հիմնականում անվտանգության, կանխարգելման եւ նաեւ հայոց ցեղասպանությունը որպես առանձնահատուկ ցեղասպանություն, որի ժամանակ իրականացվել է բոլոր ձևերի հանցագործությունների, ոճրագործությունների հաջորդականությունը։ Եվ այսօր ձեր իշխանության այդ վտանգի պատճառով վտանգի տակ կանգնված ապագայից ելնելով ենք մենք ներկայացրել այս ամենը, որովհետև իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից եւ այսօր եւ Թուրքիան եւ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, մեղադրյալի հանցագործի վիճակում Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ եւ այդ շարունակական պատժամիջոցները, շարունակական ճնշումները, պարտադրանքներն են, որ մեզ կասկածի տակ է դրում մեր հայրենիքի ապագան։ Ընդ որում, ձեր իշխանության ժամանակ
ազգային անվտանգության ռազմավարության մեջ 425 կետում գրված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Եվ դուք եք, որ այդ ամենը չեք իրականացրել։ Հետևաբար մենք երբ որ խոսում ենք այս նախագծի մասին, այս նախագծի այս փոփոխությունների նպատակը մենք պետք է քննարկենք անվտանգության տեսանկյունից, որը որ հավելյալ արժեքներ է ստեղծում, որովհետև իրական հավանականությունը շատ մեծ է եւ կարող են հեշտությամբ կատարվել հանցագործություններ եւ նաեւ արդարացվեն։ Եվ պետք է իսկապես պատժելի դարձնել եւ խիստ պատժելի դարձնել այն օրինական մեր նախաձեռնությունները, որ մենք առաջարկել ենք։ Քաղաքացիական պայմանագիր պատգամական խմբակցության անունից ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջուրյանին։ Հարգելի գործընկերներ, հանդիմությունը հերթական անգամ չի դավաճանում սեփական ինքնությանը եւ անկեղծ չի, էլի։ Ես հիշում եմ, երբ որ դուք նախագիծ էիք բերել Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին, եւ այն ժամանակ էլ մեզ մեղադրում եք եւ ասում եք, որ դուք բերել եք պաշտպանելու համար Ղարաբաղը, հետո ինչ եղավ, հետո գնացին ձեր ներկայացուցիչները լուծարեցին Ղարաբաղը։ Հիմա դուք նախագիծ եք բերել ցեղասպանության ժխտումը իբրև թե քրեականացնելու, պաշտպանելու մարդկանցից, ովքեր որ փորձում են ժխտել, եւ պարզ է, չէ, դու ձեր նպատակը էլի որն է։ Ինչ ենք մենք ասում, ինչ է ասել վարչապետը իր հայտնի ելույթում, ասել է, որ մենք պետքա ունենանք ինքնահայեցում, որ մենք պիտի նայենք անցյալի եւ հասկանանք ինչ է տեղի ունեցել մեզ հետ, եւ դրա նպատակը պիտի լինի այն, որ մենք ապագայում չկրկնենք այն սխալները, որոնք որ մեզ բերել են որոշակի աղետալի հանգրվան։ Առնվազն այդ սխալների մեր բաժինը, որևէ մեկը չի ասում, որ ամբողջ սխալները կամ ամբողջ մեղքը մեր վրա է եւ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է։ Սա կոչվում է ինքնահայեցում։ Ինձ թվում է, որ ընդդիմության ինքնահայեցման ֆունկցիան ինչ-որ մեկը հեք է արել եւ կոտրել է, այսինքն եւ ձեր ինքնության մեջ այնտեղ ինքնահայեցումը չկա։ Դրա համար երբ որ ասում եք եկեք մի հատ ինքնահայեցվենք, դուք ասում եք մի րոպե, մեր ինքնությունը մեզանից ուզում են գողանան։ Հիմա ես ուզում եմ բերեմ մի հատ ուրիշ մարդու օրինակ, որը եւս կոչ էր անում ինքնահայեցման, եւ դա անում էր 1920-ական թվականներին։ Մի այդպիսի գիրք կա, հարգելի գործընկերներ, երևի կարդացել եք։ Այդ գիրքը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի, Հովհաննես Քաջազնոնի։ Եվ այս գրքում Հովհաննես Քաջազնոնին ահա անում է այսպիսի դատողություններ, այսպիսի մտքեր է զարգացնում։ Ասում է. 1915 թվականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թուրքահայերի բռնի տեղահանությունը, մասսայական աքսորներն ու ջարդերը մահացու հարված հայ քաղաքական դատի համար։ Եվ դարձյալ պարաբան կլիներ հարց դնել այսօր, թե որ չափով է անդրադարձել մեր կամավորների մասնակցությունը պատերազմի մեջ թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Իսկ ինչ է ասում ձեր տրամաբանությամբ Հովհաննես Քաջազնոնին։ Հովհաննես Քաջազնոնին զբաղվում է ինքնահայեցմամբ։ Ասում եմ, մտա եկեք հասկանանք մեր գործողությունները։ Ինչ ազդեցություն են ունեցել թուրքահայերի աղետալի վիճակի վրա։ Հիմա պարոն Մինասյան, ձեր նախագիծը, ձեր նախագծով պետք է քրեական հետապնդում հարուցել Հովհաննես Քաջազնոնի վրա։ Եվ Հովհաննես Քաջազնոնին ասում է, մտա եկեք ինքնահայեցմամբ զբաղվենք։ Ու դուք բան եք անում, դուք ասում եք, չէ, դա մերը չի, հետո մեզ եք մեղադրում պատմական անցյալից հրաժարվելու համար։ Դուք հերթական անգամ ուրանում եք Քաջազնոնու եւ Դաշնակցությանը։ Կամ ասում է Հովելի Քաջազնոնին, կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էին գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն են վարվել մեր հանդեպ։ Կարծես մի մեծ առաքինություն էր, որ մի մեծ քաջագործություն, որ ինքներս այնքան միամիտ ու անհեռատես ենք եղել, դրել ենք մեզ այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել տալ մեզ։ Ինչ է ասում Քաջազնոնին, ասում է, եկեք հասկանանք ոնց է այդ աղետը մեր հետ տեղի ունեցել, որ հետո անկարծ այդ նույն աղետը մեր հետ տեղի չունենա, եւ պատահականորեն ինքը այդ ինքնահայեցումը անում է մի գրքում, որը կոչվում է Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ ես ավարտելով իմ ելույթը ուզում եմ ասել, որ այո, 100 տարի անց կրկին Դաշնակցությունը այլևս անելիք չունի, սիրելի հարգելի գործընկերներ։ Պարոն Դադունց, բանն եք ավելացնելու, համեցեք։
Շնորհակալություն։ Ելույթում սկզբում անդրադառնամ պարոն Խաչատրյանի հարցին, որ ինձ հղվել էր, հարցնելով իմ կարծիքը, թե արդյոք օրենքները ընդունվում են կանխելու, կանխարգելելու համար։ Այո, այդպես է, եւ ի պատասխան դրա ես հատուկ բերեցի դեռևս 2006 թվականին ընդունված քրեական օրենսգրքի փոփոխությունը, որով մտցվեց ցեղասպանության հերքման հոդվածը եւ նշեցի, որ այն գրեթե նույնությամբ կրկնում է գործող օրենսգրքի հոդվածը։ Հիմա եթե դու կամ ձեր խմբակցությունը, որը նախագծի հեղինակն է, գտնում եք, որ օրենքները ընդունում են կանխարգելման համար, եւ այն ժամանակ միտք չի եղել այդ հոդվածը փոխելու եւ հնարավոր ապագա վարքագիծը կանխելու մասին, հատկապես որ հենց այն ժամանակ, ինչպես օրինակ բերեց Տիկին Ղազարյանը, եղել են պաշտոնատար անձինք, որոնք պատրաստ են եղել հրաժարվել ցեղասպանության օրակարգից, այսինքն շարժարիտներ եղել են, բայց նման փոփոխություն օրակարգ չի բերվել։ Հետևաբար ստացվում է, որ ձեր նշած հանգամանքը այն ժամանակ հաշվի չի առնվել, որ օրենքները ընդունվում են կանխարգելելու համար։ Ամեն դեպքում, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ խոսքի ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկը, եւ չմոռանանք նաեւ, որ դա մեր պետության ժողովրդավարական կարևոր արժեքներից մեկն է, հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո մեր կարևոր ձեռքբերումներից մեկը, եւ այս համատեքստում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ այո, արտահայտվելու ազատությունը կարող է ենթարկվել բացառությունների, բայց դրանք այնուամենայնիվ պետք է խիստ մեկնաբանվեն, իսկ ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի։ Եվ ինչպես պատկերավոր նշել է ՄԻԵԴ, հղում անելով մեկ այլ աղբյուրի, ցեղասպանության արդարացումը արտացոլում է ոչ թե այն բանի հավաստման մեջ, որ տվյալ դեպքը ցեղասպանություն չէ, այլ երբ ցեղասպանություն իրականացնելը դիտվում է որպես թույլատրելի արարք, որպես իրավունք եւ դրանով արդարացվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունը։ Իսկ նման դրսևորումները, այո, կարծում ենք, որ պետք է քրեական պատասխանատվության ենթակա լինեն։ Ամփոփելով կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկվեն մեր միջազգային պարտավորությունների համատեքստում եւ այս տեսանկյունից գտնում ենք, որ նպատակահարմար է պահպանել գործող օրենսգրքի կարգավորումները եւ այս մոտեցումը գործող օրենսգրքի մի կողմից եւ երաշխավորում է խոսքի ազատության իրավունքի իրացումը, բայց մյուս կողմից նաեւ արդյունավետորեն կանխում է այնպիսի արտահայտությունների օգտագործումը, որոնք կարող են խախտել անձանց իրավունքները, հասարակական կարգը եւ ի վերջո ուղղված լինել ցեղասպանության շղթմանը։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, համեցեք։ Հարգելի գործընկերներ, նախ անդրադառնամ մի քանի ելույթներին, որոնք որ ուղղված էին նախագծի քննարկմանը, նախ նշեմ Տիկին Վարդանյանը, որ ասում է խնդիրը ո՞րն է։ Խնդիրը այն է, Տիկին Վարդանյան, որ դուք անկեղծ չեք։ Շատ լավ այնքան կանխատեսելի եք, անկեղծ ասած, որ արդեն գիտենք նույնիսկ նախագիծը եւ հանձնաժողով եկավ ինչ ընթացակարգ է ունենալու։ Շատ լավ գիտեք, որ 136-րդ հոդվածը ամբողջովին այն քրեական պատասխանատվությունը արարքի վերաբերյալ պարունակում է, բայց միևնույն է օրակարգ լցնելու համար արդեն գործընկերներս նշեցին, շատ չխորանամ, օրակարգ լցվելու համար այս նախագիծը պետք է գարաժում քննարկվել, լիագումար նիստերում, հատուկ ժամով եւ այլն։ Սա է խնդիրը, որ արձանագրվել է։ Իսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության ընդունմանը եւ չընդունմանը, եւս մեկ անգամ ասում եմ, ցեղասպանությունը ներ կոլեկտիվ հիշողությունը եւ որևէ մեկը չի պատրաստվում ցեղասպանությունը հերքել կամ ժխտել։ Ուղղակի թեմաներ կան, որ իրականում Հայաստանի Հանրապետության իրականության մեջ շատ էմոցիոնալ են եւ պետք է այդ թեմաների վրա կոնկրետ քաղաքական դիվիդենտներ հավաքել եւ ես կոչ եմ անում զերծ մնալ այլևս նման թեմաներ շահարկելուց։ Պարոն Դանելյանը նշեց ձեր համար նշանակություն ունի Լեմկինի ինստիտուտը եւ ես մի բան եմ ուզում նշել, իսկ ձեր համար նշանակություն ունի ՄԻԵԴ-ի որոշումները եւ ուզում եմ հիշեցնել, որ ՄԻԵԴ-ը վերջերս մարտի 1-ի վերաբերյալ որոշում է կայացվել